Այսօր զրուցում ենք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Շնորհակալություն հրավեր ընդունելու համար։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Պարոն Պողոսյան, նախ շատ կարճ ինչպես գնահատեք Ուրսուլա ֆոն դեր Լայենի Երևանյան մի քանի ժամյա այցը, ինչ ուղերձով կամ առաքելությամբ էր Եվրահանձնաժողովի նախագահը եկել մեզ մոտ եւ ինչ տվեց այն մեզ։ Երևի երկրորդ բաղադրիչից հարցի սկսենք, ինչ առաքելությամբ էր եկել։ Ընդհանրապես, երբ մենք խոսում ենք միջազգային հարաբերությունների մասին, ակնհայտ է, որ հատկապես հիմա աշխարհում տեղի են ունենում այսպես շատ ակտիվ փոփոխություններ, ուժային բալանսների փոփոխություններ, ձևավորված ուժային համակարգերի, անվտանգային համակարգերի ակտիվ փոփոխություններ, դաշինքների փոփոխություններ, եւ ես կարծում եմ, որ առաջիկայում այս փոփոխությունները շատ ավելի ինտենսիվ փուլ են մտնելու։ Եվ ես կարծում եմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցելությունը տարածաշրջան, ոչ միայն Հայաստան, հենց այս համատեքստում պետք է դիտարկել, Եվրոպական միությունը ձգտում է, նախ նկատվում է, որ Եվրոպական միությունը որպես միջազգային հարաբերությունների դերակատար, գլոբալ դերակատար, ենթարկվում եւ ենթարկվելու է փոխակերպումների։ Եվ այդ փոխակերպումների համատեքստում հատկապես մենք նկատի ունենք հատկապես նաև Եվրոպական միությունում են շատ խոսում, որ այն ձևով, ինչ ձևով այսօր կա Եվրոպական միությունը, կենսունակ չէ։ Եվ թե անվտանգային համակարգի առումով, որտեղ ինքը անվտանգության սպառող սուբյեկտ է եւ ոչ թե անվտանգություն առաջարկող սուբյեկտ։ Եվ այսօր շատ ինտենսիվ են խոսակցությունները, որ Եվրոպական միությունը կամ կդառնա անվտանգություն առաջարկող սուբյեկտ, իսկ դա նշանակում է վերափոխումներ ընդհանուր Եվրոպական միության կոնստրուկտի, կամ այն տեսքով, ինչ տեսքով որ կա, շատ ավելի հավանական կլինի, որ գոյություն ուղղակի չի ունենա, հաշվի առնելով այն փոխակերպումները միջազգային, որոնք նկատվում են թե ուժային առումով, թե գերտերությունների միջև բախումների կամ հետբախումային փուլերի, այսպես կանխատեսման առումով։ Հետևաբար այս այցելությունը առավելապես տեղավորվում է ազդեցությունների վերաբաշխման, այսպես ենթաբաղադրիչի ներքո։ Եթե մի նախադասությամբ, երկու նախադասությամբ փորձենք ձևակերպել առաքելության նպատակը որն է։ Առաջարկել Հայաստանին, այսպես ամրացնել իր դիրքորոշումը կամ ավելի կոշտացնել դիրքորոշումը ռուսական պետության հետ հարաբերություններում, հույս ունենալ, որ կարող է իր հույսը դնել Եվրոպական միության վրա, Ինչը բառացի ասեց։ Բնականաբար, սա հատկապես վերաբերում է էներգետիկ բաղադրիչին, հատկապես վերաբերվում է ապրանքների արտահանման բաղադրիչին, ինչից Հայաստանի Հանրապետությունը հատկապես վերջին ամիսներին տեսնում ենք, որ բավականին նեղ վիճակում է, հայ արտադրողը այսպես բավականին կազուսային խնդիրների առաջ է կանգնած, ընդ որում այս խնդիրները հաճախ թվում են անլուծելի հայ արտահանողի համար։ Հետևաբար տպավորություն էր գոնե թե ինձ մոտ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահը այսպես եկել էր հույս տալու, որ ամեն ինչ լավ է լինելու։ Այսինքն որքանով է իհետեսական հայկական արտադրանքի արականցումը 450 միլիոնանոց եվրոպական շուկա, երբ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Երևանում ազդարարում է Հայաստանի համար մաքսային արտոնյալ ռեժիմ սահմանելու մտադրության մասին, դեռևս մտադրության մասին է խոսքը, որը թույլ կտա ապրանքների 80%-ը առանց հավելյալ տուրքերի տեղափոխել Եվրամիություն։ Եթե նույնիսկ սա իրականություն դառնա, ես կարծում եմ սա կարճաժամկետ ազդեցություն թողող գործողություն է լինելու, ինչը որովհետև տնտեսական նկատի ունեմ, որ հայ տնտեսվարողի վրա սա շատ կարճաժամկետ դրական էֆեկտ կարող է ունենալ, ինչու որովհետև երբ խոսում ենք քաղաքական նպատակահարմարությամբ տնտեսությունը համապատասխանեցնելու մասին, սա կարճաժամկետ է, որովհետև հաջորդ փուլում շուկայական հարաբերություններն են պարտադրելու իրենց խաղի կանոնները։ Այսինքն ստանդարտները եւ այլն։ Վստահաբար ստանդարտները այն թղթաբանությունը, որը պահանջում են եվրոպական շուկաները, այն ապրանքները, որոնց որակը, գինը, լոգիստիկ ուղիները պետք է համապատասխանեն։ Մենք բազմաթիվ վկայություններ ունենք, որ արտահանվող ապրանքների մեծ մասը մինչև Եվրոպա հասնելը ինքնարժեքով բավականին բարձր են դառնում եւ մյուս ապրանքների կողքին ուղղակի մրցունակ չեն կարող լինել։ Ինչը նույնիսկ եթե մաքսային արտոնություն է տրվում հայ արտահանողին, նույնիսկ այս դեպքում մենք կանգնում ենք լոգիստիկ խնդիրների առաջ, որոնք էժան չեն լինելու։ Մենք հայ արտադրողը ընդհանրապես սովորել է էժան լոգիստիկ հնարավորություններ օգտագործել դեպի Ռուսաստան,
որը իսկապես բավականին մատչելի էր Հայաստանի արտադրողի համար։ Իսկ այ եվրոպական շուկան, սա բոլորովին այլ շուկա է, բոլորովին էականորեն տարբերվում են եվրոպական ստանդարտներից։ Որտեղ նաև լոգիստիկ հնարավորություններն են բավականին տարբեր։ Հատկապես այս փուլում խոսվում է Ադրբեջան-Հայաստան փոխկապակցվածության մասին, Միլիա Էլոց սրա մասին նաև խոսում էր Հայաստանի վարչապետը եւ սրան աջակցում է Եվրոպական միությունը։ Փոխկապակցվածության նոր օջախի ստեղծումը սա Եվրոպական միության հնարավոր ազդեցության տարածման մասին է խոսում ըստ էության։ Իհարկե, ինչքանով է սա իրատեսական, ինչքանով իրատեսական չէ, մենք պետք է նայենք աշխարհագրությանը, որովհետև բոլոր դեպքերում աշխարհագրությունն է թելադրելու քաղաքականությունը։ Գրեթե երբեք չի եղել հակառակը։ Պատմությամբ երկարաժամկետ պատմության կտրվածքով եթե նայենք, միշտ աշխարհագրությունն է պարտադրել քաղաքականություն։ Եվ հիմա պատահական չէր փաստը, որ ֆոն դեր Լայենը Հայաստան էր եկել, Երևան էր եկել Բաքվից, առաջինը մեկնել է Բաքու։ Իհարկե, եթե ավելի անկեղծ լինեն մեր եվրոպացի գործընկերները մեզ հետ, ապա իրենք ասեն, որ Հայաստանը շատ ավելի առաջնահերթ է Ադրբեջանի եվրոպականացումը, այսպես պայմանական ասենք, կամ Ադրբեջանում եվրոպական ազդեցության տարածումը, հետո նոր արդեն որպես լոգիստիկ ընդհանուր շղթա Հայաստան, Վրաստան եւ Թուրքիա։ Ինչու, որովհետեւ Ադրբեջանը, ինչպես ժամանակին Բժեզինսկին էր նկատել, դեպի կասպիական հարստություն տանող այդ խցանն է, դեպի կենտրոնական ասիական հարստություն տանող խցանն է, եւ այս խցանն է, որ իրենք փորձում են վերցնել իրենց ձեռքը։ Իսկ այդ խցանը հնարավոր է վերցնել, եթե ստեղծվում է փոխկապակցվածություն տարածաշրջանային։ Ընդ որում այստեղ հաշվի չեն առնվելու թե ազգային ինքնության, բախումնային կետերը եւ այլն, այստեղ հաշվի առնվելու բացառապես այն քաղաքական խնդիրները, որոնք փորձելու են լուծել հենց Հարավային Կովկասի հաշվին։ Պարոն Պողոսյան, ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Եվրամիությունը պատրաստ է աջակցել Հայաստանին գազամատակարարման հնարավոր խնդիրների դեպքում, հղում անելով Մոլդովայում եւ Ուկրաինայում ունեցած իրենց այսպես ասած հարուստ փորձին։ Էներգետիկ անվտանգության փորձագետները սա որակում են ոչ թե կոնֆետ, այլ դառահաբ, նշելով, որ Մոլդովան եւ Ուկրաինան այսօր խորը ճգնաժամի մեջ են։ Ձեր գնահատման որքանով է տեղին Հայաստանի համար որպես հաջողության բանաձև մատուցել կամ ներկայացնել այդ երկու երկրները մի դեպքում երկիրը խորը տնտեսական ճգնաժամի մեջ է, պատերազմի մեջ է, նաև մյուս դեպքում երկիրը կանգնած է ինքնուրույնությունը, այսպես ասած սուվերենությունը կորցնելու եզրին։ Արդյոք տեղին է։ Այլ պարագայում ես կկարծեի, որ մենք գործ ունենք քաղաքականության հետ առհասարակ առնչություն չունեցող մարդու հայտարարության հետ։ Ինչու, որովհետև նախ Հայաստանի աշխարհագրական դիրքը բացարձակապես կապ չունի թե Ուկրաինայի եւ թե Մոլդովայի հետ։ Սա մի աշխարհագրական դիրք է, որի հյուսիսը գլխավորապես հյուսիսում դոմինանտ է Ռուսաստանը, Վրաստանը ընդհանրապես մեզ համար դարձել այսպես տարանցիկ երկիր դեպի Ռուսաստան, մի կողմից հարավից Իրանը, արևելքից եւ արևմուտքից թշնամական պետություններ, որտեղ այս պետությունները չեն դադարել թշնամական լինելուց։ Այդ դեղահաբը այսպես պայմանական, եթե բնորոշելու լինենք, դա ադրբեջանական դեղահաբն է, ինձ թվում է, այստեղ որևէ գաղտնիք չկա։ Եվ այս իմաստով, երբ հարցնում էիք Ադրբեջանի այցելության մասին, այո, այցելությունը պատահական չէր եւ կարծեք թե այդ դեղահաբը հենց Ադրբեջանից են տալու Հայաստանին։ Ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է ընդհանուր փոխկապակցվածության մեջ Ադրբեջանը դառնալու է ավելի դոմինանտ կողմ եւ Հայաստանի էներգետիկ անվտանգությունը կապված է լինելու Ադրբեջանից։ Սա ես կարծում եմ նույնիսկ եթե աշխարհագրությունությանը ծանոթ չլինող մարդ փորձի հետազոտել, ընդհանուր պետք է քարտեզին նայել, որտեղ է Հայաստանը գտնվում։ Երբ խոսում ենք Մոլդովայի կամ Ուկրաինայի մասին, սրանք բացարձակապես այլ դեպքեր են։ Սրանք բացառապես այլ խնդիրներ, այլ աշխարհագրություն, այլ մենթալիտետ, այլ տնտեսություն եւ հաջողակ մոդելներ չեն, ինչպես ներկայացվում։ Այո, եթե փորձենք մոդելները վերլուծել, սրանք նույնիսկ այդ առումով հաջողված չեն։ Սրանք մոդելներ են, որոնք այս պետություններին այս կամ այն կերպ պարտադրել են շատ ավելի վատ պայմաններ, քան դրանում նրանք գտնվում էին։ Եթե կխոսենք, չգիտեմ, ինքնիշխանության տեսանկյունից, մյուս տեսանկյունից, նույնիսկ այստեղ են տուժում այս պետությունները։ Հետևաբար դասական քաղաքական ռեալիզմի տեսանկյունից
Հայաստանի Հանրապետությունը ուղղակի այդ մոդելների հետ չի կարող առնչություն ունենալ։ Ֆոն դեր Լայենը Ալիևին անվանել է վստահելի էներգետիկ գործընկեր եւ շնորհակալություն հայտնել ռուսական գազին փոխարինելու համար։ Եթե համադրենք աշխարհագրական սահմանափակումները եւ այն փաստը, որ Եվրամիությունը էներգետիկ մեծ կախվածություն ունի Ադրբեջանից, արդյոք Հայաստանին առաջարկվող այլընտրանքային գազային ճանապարհը, այսպես ասեմ, մենք պարզապես ռուսական փականը փոխարինում ենք ադրբեջանական փականով, ցանկացած պահին Ադրբեջանը կարող է այդ փականը պատտել հակառակողությամբ եւ Հայաստանը դարձյալ կհայտնվի էներգետիկ ճգնաժամի մեջ։ Ճիշտ եմ հասկանում։ Ըստ էության հենց ենթատեքստում սա է եւ Հայաստանում էլի միջայլոց չեն թաքցնում։ Հայաստանի իշխանություններն էլ չեն թաքցնում, որ ադրբեջանական էներգակիրները կարող են լինել այլընտրանք։ Բայց կա ավելի մեծ խնդիր, որը կարծում եմ Եվրոպական միությունը պատրաստ չէ այս պահին լուծել, դա այսպես գազային կամ գազային տրանսպորտն է, հա, լոգիստիկան է, որը չի պատկանում Հայաստանի Հանրապետությանը։ Այո։ Ռուսական Գազպրոմին է պատկանող լոգիստիկ համակարգի հետ գործ ունենք, որտեղ հնարավոր չի հաշվի չառնել Ռուսաստանի կարծիքը։ Հետևաբար այն ինչ որ առաջարկվում է, ես կարծում եմ այս պարագայում այս չափազանց քիչ ռացիոնալիզմ է պարունակում, եթե չասենք որ ռացիոնալ չէ։ Ի տարբերություն ֆոն դեր Լայենի, որը Երևանում այստեղ ուղիղ տեքստով մեղադրեց Մոսկվային, Հայաստանի դեմ տնտեսական, այսպես ասած, ճնշումներ բանացնելու մեջ, վարչապետ Փաշինյանը վստահեցրեց, որ Երևանը Ռուսաստանի հետ ճգնաժամ ստեղծելու մտադրություն չունի։ Իշխանությունը հայտարարում է նաև, որ 2029-ին պատրաստվում է անցնել անվիզա ռեժիմի, բայց Եվրամիության անդամակցության հայտ դեռ չի ներկայացում։ Սա ռազմավարական զգուշավորություն է, թե ինչ է։ Ենթադրաբար այո, այստեղ փորձ է հնարավորինս այսպես այս ընթացքում գոնե թե բալանսավորը դիմիջայլոց Ռուսաստանի արձագանքը պետք է հիշենք, որ պահին եւ ինչ պատրվակով եղավ, նկատի ունեմ տնտեսական այսպես կոշտացումը քաղաքականության, երբ Ռուսաստանի Դաշնությունում հայտարարեցին, որ Հայաստանը պետք է կողմնորոշվի Եվրասիական տնտեսական միությունը չի լինելու Հայաստանի համար այսպես այդ անցումը ապահովող միջանկյալ գոտի։ Հետևաբար ենթադրաբար Հայաստանի իշխանությունները փորձում են այս պահին այսպես բալանսավորել, ցույց տալ, որ դե այսպես հերավոր միտք կա, բայց դա ընդհանրապես հերավոր միտք է, տեսնենք ինչ կստացվի։ Ինչ գին կարող է վճարել Հայաստանը այդ ամբողջ խոստումների դիմաց։ Ես կարծում եմ բոլոր դեպքերում խոսքը ազդեցության գոտիների վերաբաշխման մասին է, Ռուսաստանի վերջնականապես հանելու մասին է խոսքը։ Այո, Հարավային Կովկասի նոր կերպափոխում եւ պատահական չի, որ նշեցի, իրենք պարբերաբար խոսում են փոխկապակցվածության մասին։ Փոխկապակցվածության այս թեզը միջազգային հարաբերություններ ներմուծելուց հետո հենց լիբերալ իդեալիստական շրջանակների կողմից իրենք ամենքեր փորձել են այսպես փոխկապակցվածություններ առաջացնելով, որտեղ փոխկապակցվածությունը բերում է նրան, որ ավելի դոմինանտ տնտեսություն ունեցող կողմը դառնում է այսպես այդ ցանցի կենտրոնը, հա։ Պարոն Պողոսյան, որքանով է դա իրատեսական Հայաստանի դեպքում։ Ես նշեցի, որ այդ փոխկապակցվածության մասն է լինելու Հայաստանը։ Այսինքն մենք պատրաստ ենք լինելու, հարցը հետեւյալն է։ Այսինքն Հայաստանի այսօրվա իշխանությունը պատրաստ է զոհողությունների գնալ հանուն եվրոպական նկարտումների ցանկությունների շահերի։ Ես կարծում եմ այն պահին, երբ եվրոպական կողմից իսկապես դրանք այսպես ակներև կլինեն, որ կա շահագրգռվածություն եւ այդ գինը պարզ է բոլորի համար, կարծում եմ Հայաստանի իշխանությունները պատրաստ են ցանկացած զոհաբերության, դա կլինի Հայաստանի քաղաքացու հաշվին, դա կլինի Հայաստանի պետականության հաշվին, պատմությունը եւ փորձը ցույց է տվել, որ իրենց համար դա երկրորդական է։ Իսկ Ռուսաստանը որքանով է պատրաստ իր տեղերը, իր դիրքերը զիջել Եվրամիությանը։ Կան ընդհանրապես միջազգային հարաբերությունների քաղաքականության մեջ կա անդառնալիության կետի հասկացություն։ Անդառնալիության կետը այն կետն է, որից այն կողմ բոլոր գործողությունները արդեն քո դեմ են լինում։ Հիմա իհարկե ես չեմ կարծում, որ դեռ հասել ենք այդ անդառնալիության կետին, բայց որևէ կետից հետո արդեն ռուսական ազդեցությունը տարածաշրջանում իսկապես մեծ հարցականի տակ կլինի։ Դա կախված է անկախ նրանից, որ այստեղ ռազմական բազա գոյություն ունի, ենթակառուցվածքներ կան, որ Ռուսաստանն է կառավարում։
Երկաթուղի նկատի ունեմ, Գազպրոմը։ Ես կարծում եմ սրանք հենց այն կետերն են, որոնք թույլ չեն տալիս դեռևս անցնել անդառնալիության կետը։ Այ խոսում են օրինակ երկաթուղու մասնավորեցման կամ այլ դերակատարի հանձնելու մասին, ասենք պատահական խոսակցություններ չեն։ Հետևաբար այս պահին բնականաբար չենք հասել դեռևս անդառնալիության կետին, բայց հանուն արդարության նաև նշենք, որ դա հենց Ռուսաստանի Դաշնության վերջին տարիների վարած քաղաքականության հետևանքն է։ Այդ հետևանքը իրենք ստիպված են ընդունել եւ վճարել այդ հետևանքի վրա, որովհետեւ միջազգային քաղաքականության մեջ հաճախ քո յուրաքանչյուր քայլի համար ստիպված ես ավելի հետո վճարել։ Եվ հիմա կարծեք թե Ռուսաստանի համար հասնում է այն պահը, երբ ստիպված է իր նախկին սխալների համար վճարել։ Բնականաբար այդ վճարելը նաև մենք ենք վճարելու, որովհետև չի լինում այնպես, որ մեծ տերության սխալների համար վճարի միայն մեծ տերությունը։ Որպես կանոն դա պրոյեկտվում է իր ազդեցության գոտիների վրա եւ ցավոք սրտի մենք այդ ազդեցության գոտիներից ներս ենք եղել եւ շարունակում մնալ եւ մենք եւս ստիպված ենք լինելու վճարել դրա։ Հիմա տեսեք, Եվրապաշտոնյաների առաջին այցից հետո այսպես ասած նրանց ռևերանսների, Երևանյան ռևերանսներից հետո Ռուսաստանը այստեղ սահմանափակումներ մտցրեց։ Հիմա Ուրսուլա ֆոն դեր Լեյենի այցից հետո ինչ եք կարծում, այդ սահմանափակումների կամ արգելանքների երկրորդ ալիք կարող է սկսվել Հայաստանում։ Ես կարծում եմ դրանք ավելի խորքային խնդիրների հետ են կապված լինելու, այս պահին չեմ կարծում, որ կա իրատեսական ենթադրելու հիմք, որ կլինի երկրորդ ալիք հենց այս արձագանք կլինի ռուսական կողմից, Մոսկվան արձագանքի։ Որոշակի արձագանքներ չեն բացառում, որ կլինեն, այդ արձագանքները մեղմելու փորձերը հենց պետք է նայել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մեջ, որոնք բավականին մեղմ էին նախորդ հայտարարությունների համեմատ Ռուսաստանի հանդեպ։ Եվ սա կարծեք թե փորձ էր մեղմել եւ թույլ չտալ հետագա բացասական էֆեկտների եւ կարծեք թե նաեւ սպասում են, որ կարող է լինել։ Հետևաբար այդ ավելի մեղմ արձագանքը ես կարծում եմ պայմանավորված էր հենց այս հանգամանքով որոշակիորեն կառավարելի դարձնել Ռուսաստանի բացասական արձագանքը։ Շնորհակալություն մեր հարցերին պատասխանելու համար։ Մենք զրուցում էինք քաղաքագետ Արա Պողոսյանի հետ։ Ցտեսություն։